Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Հրեական պետության արտգործնախարարն էլ նշել է, որ Լարիջանիի համար $10 միլիոն գլխագին էր սահմանված, սակայն Գիդեոն Սաարի խոսքով նրան հաջողվեց չեզոքացնել անվճար։ Թեհրանը չի մեկնաբանել այս տեղեկությունները, տարածվող լուրերի ֆոնին Լարիջանիի X-ի էջում հրապարակում է հայտնվել, որում պաշտոնյան ցավակցական նամակ է հղել Շրի Լանկայում իրանցի նավաստիների սպանության կապակցությամբ։ Իսրայելի վարչապետն էլ կրկնել է, որ փորձում են պայմաններ ստեղծել իրանցիների համար ձերբազատվելու գործող իշխանությունից։ Առջևում շատ անակնկալներ կան, հավելել է Բենյամին Նեթանյահուն։ Դոնալդ Թրամփը ևս մեկնաբանել է Իրանի շուրջ զարգացումները, հայտարարել բանակցություններ են վարում, սակայն ինքը վստահ չէ, արդյոք Թեհրանը ցանկանում է հասնել գործարքի։ Նրանք պարտվում են, նույնիսկ չգիտենք ով է նրանց ղեկավարը, չգիտենք ում հետ գործ ունենք։ Շատերն ասում են, որ Խամենեին վատ վիճակում է, կորցրել է ոտքը, մյուսները ասում են, որ նա մահացել է։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ պատերազմը երկար չի տևի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Վաշինգտոնի հետ շփումների վերսկսման մասին լուրերը, գերատեսչությունից նաև հավատացրել են, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ վիճակում է եւ շուտով կարող է հանդես գալ ելույթով։ Իրանի նախագահն էլ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, պատերազմի ավարտի մասին խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ Թեհրանին երաշխիքներ չեն տրամադրվել, որ ապագայում պատերազմը չի կրկնվի։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Թեհրանին, Շիրազին, Թավրիզին։ Թիրախավորվել է նաև Բեյրութը, հաղորդվում է Լիբանանում շուրջ 1 միլիոն ներքին տեղահանվածի մասին։ Զոհերի թիվը հատում է 900-ը, 2200-ից ավելի մարդ վիրավորվել է։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի որոշ գործողություններ, հատկապես խաղաղ բնակչության դեմ ուղղված, կարող են համարվել պատերազմական հանցագործություններ։ Լուրեր են շրջանառվում, որ իրանական ուժերն էլ հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը, շենքում հրդեհ է բռնկվել։ Թիրախավորվել է Իրաքում ԵՄ գրասենյակը։ Աբու Դաբիում հրթիռի բեկորների անկման հետևանքով Պակիստանի քաղաքացի է զոհվել։ Դուբայի օդանավակայանի աշխատանքը կրկին սահմանափակվել է։ Կատարը բարձրացրել է անվտանգային սպառնալիքի մակարդակը, կոչ անելով մարդկանց տեղափոխվել անվտանգ վայրեր։ Իսրայելում էլ վերջին ժամերին 70 մարդ է տուժել։ Պատերազմի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 3500-ից ավելի քաղաքացի, ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Դաշնության բոլոր շրջանները վտանգված են, հաշվի առնելով Ուկրաինայի ռազմական ներուժը, մասնավորապես ԱԹՍ-ները։ Սերգեյ Շոյգուի խոսքով թիրախում են հատկապես ռազմական, տրանսպորտային եւ վառելիքաէներգետիկ օբյեկտները։ Մինչև վերջերս օրինակ Ուրալն անհասանելի էր ուկրաինական ուժերի համար, բայց այժմ այս տարածաշրջանի ռազմավարական օբյեկտներն էլ են անմիջական սպառնալիքի տակ։ Դա կարող է ինչպես տնտեսական վնասներ պատճառել, այնպես էլ ազդել հատուկ ռազմական գործողության վրա, հավելել է պաշտոնյան։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել Կիևի դաշնակիցներին համախմբել ուժերը եւ զարգացնել համատեղ ռազմական ներուժը։ Եմեն Ուկրաինային ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն է առաջարկել Դրուժբա խողովակաշարով Հունգարիա եւ Սլովակիա նավթի մատակարարումը վերականգնելու համար։ Կիևը համաձայնել է, Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից վնասված Դրուժբա նավթամուղի վերագործարկման համար կպահանջվի մոտ 1.5 ամիս։ Դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարման դադարեցումը վերջին շրջանում ավելի էր սրել Կիևի հարաբերությունները Բրատիսլավայի եւ Բուդապեշտի հետ։ Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարները Դրուժբայի սահմանափակումը համարում են քաղաքական որոշում, այլ ոչ ռուսական հարվածների հետևանք։ Հունգարիայի ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարել էր, որ կշարունակեն արգելափակել ԵՄ-ում Ուկրաինայի համար կարևոր որոշումները, մինչև Կիևը չբացի խողովակաշարը։ Պահպանվում է Պակիստան-Աֆղանստան լարվածությունը, տեղեկություններ կան, որ պակիստանյան ուժերը գիշերը հարվածել են Քաբուլին եւ այլ բնակավայրերի։ Աֆղանստանի մայրաքաղաքում հրդեհներ են բռնկվել։ Թալիբների կառավարության խոսնակը հայտնել է, որ նարկոլոգիական հիվանդանոցի նոթային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ, 250-ը վիրավորվել է։ Իսլամաբադը հերքում է բժշկական հաստատության թիրախավորումը։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հակամարտությունը սրվել է 2026 թվականի փետրվարին։ Պակիստանի ՊՆ-ն հայտարարել է, որ երկիրը բաց պատերազմի մեջ է մտնում Թալիբան շարժման դեմ Աֆղանստանում ահաբեկիչներին տեղ տալու համար։ Մոսկվան պատրաստ է աջակցություն տրամադրել Կուբային եւ կապի մեջ է կղզու հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Կուբան, որն անկախ պետություն է, բախվում է տնտեսական եւ հումանիտար դժվարությունների, հավելել է Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են, թեև վերջին ժամերին որոշ շրջաններում խնդիրը մասամբ լուծվել է։ Զլմ-ները գրում են, որ Կուբայի էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգը խոցելի էր, սակայն հիմա իրավիճակը բարդացել է վառելիքի պակասի պատճառով։ Հունվարի սկզբին
սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Կուբա նավթի եւ նավթամթերքի մատակարարումները գործնականում դադարեցվել են։ Կուբայում ցույցեր են սկսվել, այս ֆոնին Դոնալդ Թրամփը կրկնել է, որ կարող է վերցնել Կուբան եւ կղզու իշխանությունը պետք է փոխվի։ ԱՄՆ նախագահը հավելել է, կամ գործարք են կնքելու կամ անելու են այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Դիանա Գասպարյան, լուրեր։